Այս կոնկրետ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը երբ որ մեր համակարգը ուղղակի կլորացրել էր, ինքը ցույց էր տալիս 100 թվականով կլորացրած ու նաև այդ համակարգում այդ թվերը որ հրապարակվել են, այդ համակարգը ինքը այդտեղ չի ներմուծում էլեկտրոնային քվեարկության արդյունքները, էլեկտրոնային քվեարկության 410 քվեարկող ենք ունեցել էլեկտրոնային կարգով, դա մեր դիվանագետներն են արտերկրում, նաև Պաշտպանության նախարարության կողմից գործուղված զինվորականներն են արտերկրում, որոնք որ այսպես ասենք Հայաստանի Հանրապետության կողմից են գործուղված, այսինքն իրենք արտերկրում գտնվելը, դա Հայաստանի Հանրապետությանը ծառայելով է պայմանավորված, այդ մեր քաղաքացիներն մենք ունեցել էինք 537 այսպես ասենք ցուցակային նման քվեարկելու իրավունք ունեցող, որոնցից 410-ը էլեկտրոնային եղանակով մասնակցել էին քվեարկությանը։ Եվ այդ թիվը ներառված չէր մեր կայքում հրապարակվածի, եւ այստեղ խնդիրը այն է, որ երբ որ այդ թվերը հրապարակվել են, այսինքն բոլորը տեսել եք այդ թվերը։ Պարզ մաթեմատիկական գործողություն, ով որ աներ, կտեսներ, որ այստեղ 4%-ը չի բավարարում։ Ու ըստ էության այս խնդիրը չէր կարող աննկատանալ եւ մենք որ նիստից առաջ ըստ էության այդպես որ դա ենք ուղղակի նայում համակարգն էինք ստուգում եւ նաեւ ինչն էր խնդիրը որ նաեւ քննարկում ենք որ այս մասին պիտի հայտարարվի որովհետեւ ցանկացած որ քիմի տեսեք ամբողջ աշխարհից հետևում են ասենք դնեն այդ մաթեմատիկական գործողությունը կատարեն ասեն այս ինչպես է ստացվել որ զուտ թվաբանության կանոններով չի ստացվում, բայց կայքում նշված է 4%։ Դա համար ԿՊ-ի քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձայները հրապարակվածում էլի պակաս էին։ Այն հրապարակվածում, որը որ կայքում հրապարակված է ու մեր հրապարակվածում մի քանի հարյուրի տարբերություն էր տալիս։ Իսկ այն որ դրել էինք այդ նախնական կայքում ու այս արդեն վերջնականը, որը արդեն լիարժեք ճշգրտվածն էր բոլոր եմ ասում տվյալ Հարգելի լրագրողներ, հարգելի քաղաքական ուժեր, հարգելի քաղաքացիներ, քաղաքացիները կարող են on-line հետևով վերահսկել, դուք կարող եք գնալ այդ ընտրատարածքները այնտեղ հավատարմագրված լրագրողներ, գնալ այնտեղ ներկա լինել վերահսկել, քաղաքական ուժերի վստահված անձերը կարող են գնալ այնտեղ ներկա լինել ամբողջ process-ին, վերահսկել դիտորդները, այդ թվում տեղական, միջազգային, բոլորը այնտեղ լինելու են հույսով եմ Ես հորդորը խնդրանքս, որ կոնկրետ գոնե շահագրգիռ քաղաքական ուժերը իրենց վստահված անձերին անպայման ուղարկեն, որ մեկական վստահված անձ ընտրատարածքներում վերահաշվարկի ժամանակ ունենան։ 5-րդ տալիք, փոխանցեք խնդրում եմ ձեզ։